Դուք շատ էիք գրում, որ ուզում եք մեծ վիդեոներ մեր YouTube-յան ալիքին եւ այսօր մենք ունենալու ենք շատ հետաքրքիր զրույց ճապոնագետ, միջազգայնագետ, դասախոս Աննա Վարդանյանի հետ։ Ես առաջին հյուրն եմ, շատ պարտավորեցնող է նաեւ։ Բոլորը գիտեն, որ Դիանա Աբգարով է սկսվում հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունը, բայց այստեղ մեկ այլ կին կա։ Հեղինե Մելիք Հայկազյանը ունի նկարներ Նագասակի քաղաքից, որը դեռ չէր տեսել ատոմային ռմբակոծություն։ Սա հիմա էքսկլյուզիվ ինֆորմացիա եւ էքսկլյուզիվ նկարներ են, որովհետեւ ոչ միտեղ դեռ չեն հրապարակվել։ Այո, Մխիթարյանները 1800-ականներին տպագրել են առաջին ճապոներեն գերմաներեն բառարանը ճապոնացիների համար արժեք են ստեղծել, այո։ Այստեղ գալիս է փրկության Շուշեցի հայը Հովհաննես Թևոսյան։ Ցավոք սրտի ոչ մեկ չգիտեն այդ փաստի մասին։ Ճապոնիայի կոնսերվատորիայում անգամ Տերահարը դասավանդել է խաչատուրանական մեթոդներով։ Դա շատ կարևոր է, որ մենք կարողանանք բոլոր ուղղություններով աշխատել եւ կարողանալ մեր պետական ազգային շահը առաջ տանել։ Ընկերներ, ողջունում եմ ձեզ Մտքարան ոդքասթի եթերում, սա մեր առաջին եթերն է։ Դուք շատ էիք գրում, որ ուզում եք մեծ վիդեոներ, որտեղ մենք ավելի լայնածավալ կխոսենք տարբեր թեմաների շուրջ։ Շնորհակալություն ենք ձեզ հայտնում, որ դուք հետևում եք մեր Instagram-յան ալիքին, գրանցվեք անպայման մեր YouTube-յան ալիքին եւ այսօր մենք ունենալու ենք շատ հետաքրքիր զրույց ճապոնագետ, միջազգայնագետ, դասախոս Աննա Վարդանյանի հետ։ Աննա, ողջույն։ Ողջույն Արամ, շնորհակալ եմ։ Բարի երթ եմ մաղթում ձեր ոդքասթին եւ ինձ համար շատ կարևոր է, որ ես առաջին հյուրն եմ, շատ պարտավորեցնող է նաեւ։ Մեզ համար մեծ պատիվ է, որ դուք այսօր ստեղ եք եւ կխնդրեի, որ մենք փորձենք մոտիվացնել մարդկանց, ովքեր այսօր նայում են այս եթերը եւ գուցե իրանք էլ սկսեն հետաքրքրվել ճապոնագիտությամբ։ Եկեք, խնդրեմ ձեզ մի քիչ պատմեք ձեր մասին, որ մարդիկ իմանան, ով չգիտի, ու հետո անցնենք թեմաներին, որովհետեւ ձեզ այսօր սպասում է շատ հետաքրքիր եթեր, ես վստահ եմ։ Շնորհակալ եմ, կարճ ներկայացնեմ ինձ, ես Աննան եմ Վարդանյան, զբաղվում եմ ճապոնագիտությամբ, Ճապոնիայի հանդեպ սերի իմ հայրիկից է եկել։ Վերջին տարիներին է զարգացել ճապոնագիտությունը Հայաստանում։ Ես երկրագետ եմ եւ մասնավորապես ուսումնասիրում եմ հայ-ճապոնական առնչությունները, պատմագրություն, չբացահայտված փաստերն են ինձ շատ հետաքրքիր, քանի որ այս ոլորտը շատ ուսումնասիրված չէ, այդ առումով ինձ անչափ ձգում է եւ նորանոր փաստեր են անընդհատ ի հայտ գալիս, որոնք ավելի են հարստացնում մեր պատմագրությունը եւ մեր սեփական ժողովրդի պատմությունը։ Ինչով է պայմանավորված այն փաստը, որ մարդիկ չգիտեն այդ բոլոր հարստությունների մասին, որի մասին մենք այսօր խոսելու ենք, եւ օրինակ ես էլ երբեք չեմ լսել այդ ամենի մասին, մենք միջև եթեր բարձր մի քանի անգամ արդեն խոսել ենք, հանդիպել ենք եւ ամեն անգամ ես շատ ապշած եմ այդ մեր մշակութային ամենաառնվազն այդ հարստությամբ։ Ձեր կարծիքով ինչով է դա պայմանավորված։ Արամ, կարծում եմ զուտ հետաքրքրությունների շրջանակի հարց է, երևի մենք ենք пассив գտնվել, հա, որ մարդիկ շատ հետաքրքրված չեն, բայց ասեմ, որ այսպես դրական դեպի նոտայի տանեմ, որ վերջերս շատ են սկսել հետաքրքրվել արդեն, որովհետև ներկայանում ենք արդեն ունենք, ես ունեմ բազա, որ ներկայանամ մարդկանց, օրինակ ցույց տամ, պատմեմ, ինչ հայ-ճապոնական հարաբերությունների պատմություն ունենք մենք։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Եկեք սկսենք հայ-ճապոնական հարաբերությունների, որ անձն է եղել, որի մասին դուք ունեք տեղեկություն, ումից սկսել է այս ամեն ինչը։ Հանրության մեջ ամենահայտնի հայուհին կին հայ-ճապոնական հարաբերությունների հիմքում, այսպես ասեմ, կանգնած է Դիանա Աբգարը, բոլորը իրեն այդպես գիտեն։ Մենք էլ նյութեր ունենք, միշտ իր մասին ենք խոսում։ Դիանա Աբգարը ամենակարկառուն կերպարն է եղել, որ Ճապոնիայում ծավալել է հայանպաստ գործունեություն, օգնել է բազմաթիվ հայ փախստականների հայոց ցեղասպանությունից հետո, որոնք իմացել են իդեպ Դիանա Աբգարի մասին եւ ամեն ինչ արել են, որ կարողանան արևմտյան Հայաստանից պատկերացեք ինչ երկար ճանապարհ են անցել, հասել են դեպի Վլադիվոստոկ, այնուհետև անցել են սահմանը եւ այսպես ասեմ ոչ օրինական ձևով հայտնվել են Ճապոնիայում։ Բայց այնտեղ ունեցել ենք Դիանա Աբգար, ով իրենց փաստաթղթերը ամբողջությամբ կարգավորել է, երաշխավոր է կանգնել իրենց եւ կարողացել է բոլոր իր կապերը օգտագործելով հայ գաղթականներին օգնել, որպեսզի նրանք այնտեղից տեղափոխվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ նավով։ Եվ գիտես Արամ, շատ հետաքրքիր է, որ Աբգարը երբեք չի եղել պատմական Հայաստանում։
Այսինքն նա ծնվել է Բիրմայում, Հնդկաստանում, նոր ջուղայացիների ընտանիքում, հայերեն լեզու է իմացել, շատ լավ անգլերեն, բավականին լավ կրթություն է ստացել, բնականաբար ճապոներեն եւս խոսել է, քանի որ Ճապոնիայում առանց ճապոներենի հնարավոր չի, եւ լինելով պատմական հայրենիքից այդքան հեռու, մշտապես իր կյանքի ընթացքում, անկախ նրանից իրեն նշանակել են հյուպատոս, թե չեն նշանակել, ընդունել են էկզեկվատուրան, թե չեն ընդունել, նա իր հայանպաստ գործունեությունը այնտեղ իրականացրել է։ Եվ ստե շատ կարևոր հարց կա, շատերը ասում են, որ Դիանա Աբգարը առաջին կին դեսպանն է, դա այդպես չի, ճիշտ է։ Ես կուզեմ մի հատված ընթերցել ուղղակի փաստաթղթից, որը Օհանջանյանն է ստորագրել, հատուկ այս հաղորդման համար եմ բերել։ Իդեպ գուցե աշխարհում չենք կարող ասել, որովհետև մի առժամանակ եղել են այլ կին դիվանագետների նշանակումներ, բայց երևի մի փոքր տարակարծություն կա։ Գուցե առաջին հանրապետության առաջին կին դիվանագետը։ Այստեղ տեքստից մի փոքրիկ հատված. Ուստի ես ձեզ նշանակում եմ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ճապոնում եւ հուսով եմ, որ չեք մերժել ստանձնել այս ծանր պաշտոնը հոգուտ մեր երիտասարդ հայրենիքի։ Եվ Օհանջանյանի ստորագրությունը։ Կարծում եմ այսքանով կարելի է վերջ դնել այդ բոլոր սխալ տարածումներին։ Եվ ուզում եմ ձեզ ես մեկ անգամ շնորհակալություն ասել, որ դուք գիտականորեն այդ ամեն ինչը ապացուցում եք, արխիվներում փաստաթղթերը գտնում եք եւ շատ թղթեր դուք բերել եք այսօր այստեղ եւ այդ բոլոր հարցերին մենք կփորձենք ճիշտ պատասխան գտնել եւ մենք էլ ակադեմիայի շրջանակներում Instagram-յան ալիքում այդ բոլոր նյութերը որ տեղադրում ենք, փորձում ենք գտնել ամեն ինչը միջև վստահ չլինենք 100% որ դա պատմական փաստ է, մենք մեր պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա, որ տեղադրենք այս կամ այն նյութը, մեզ շատ են մարդիկ հարցում, որտեղից եք իմացել փաստեր ունեք թե չունեք։ Իհարկե, կարևոր է շատ։ Ստացվում է, բայց Դիանա Աբգարից առաջ կար էլի մի կին։ Այո, բոլորը գիտեն, որ Դիանա Աբգարով է սկսվում հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունը, բայց այստեղ մեկ այլ կին կա, որը հեղինե Մելիք Հայկազյանն է, հայտնի Մելիք Հայկազյան տոհմի ներկայացուցիչ, ծնունդով շուշեցի, որը 1905 թվականին տպագրել է մի պտույտ Ճապոնում ուղեկրությունը։ Այս գիրքը տուրիստուհու տպավորություններ են Ճապոնիայից եւ գիտես Արամ ինչն է հետաքրքիր, որ հեղինե Մելիք Հայկազյանը ճանապարհորդել է Ճապոնիա սեփական լուսանկարչական խցիկով եւ կատարել է այնտեղ հետաքրքիր նկարներ, որը 1905 թվականին շատ մեծ բավականին մեծ, ասեմ, որ այսօր եւս այդ նկարները շատ մեծ արժեք են ներկայացնում, ինչու, որովհետեւ օրինակ հեղինե Մելիք Հայկազյանը ունի նկարներ Նագասակի քաղաքից, որը դեռ չէր տեսել ատոմային ռմբակոծություն։ Դա շատ հետաքրքիր փաստավավերագրություն է, հատկապես այն թվերի Ճապոնիայի համար, ինչու, որովհետեւ այդ ժամանակ Ճապոնիայում դեռ էլեկտրատեխնիկական այդ սարքավորումների արտադրությունը այդքան զարգացած չէր, բավական կարելի ասել զարգացած չէր։ Այսինքն իրենց հենց ճապոնացիների համար եւս այս ֆոտոները շատ կարևոր արժեք են ներկայացնում։ Եվ նա հավաքել է այդ ֆոտոները եւ ոնց ենք մենք իմացել այդ ամենի մասին։ Ես առաջին անգամ մի պտույտ Ճապոնում գիրքը հանդիպեցի Թիֆլիսի ազգային գրադարանում, այնուհետև բացահայտեցի, որ մեր Հայաստանի ազգային գրադարանում եւս կա։ Ձեր դիտողները կարող են ծանոթանալ մի պտույտ Ճապոնում եւ կա հոդված հեղինե Մելիք Հայկազյանի մասին եւ այս գրքի գրախոսությունը եւ գիտես Արամ, այս գրքում մի ուշագրավ հատված կա, որտեղ հեղինեն պատմում է, որ հյուրընկալել է ճապոնացու տանը, ովքեր երբ որ իմացել են, որ հեղինեն հայ է, հարցրել են հիմա ինչ վիճակում է ձեր երկիրը։ Եվ հեղինեն իր զարմանքն է արտահայտում, թե ինչպես թե այս հեռավոր Ճապոնիայում ոնց գիտեն հայերի մասին։ Այնտեղ պատմել են, որ ինչ որ մի միսիոներ գումար է հավաքել, որպեսզի փոխանցի հայ ժողովրդին ծանր կացությունից եւ ջարդերի ֆոնին, հա, այսպես հաղթահարելու համար։ Իսկ ձեր կարծիքով դա որ ջարդերի մասին կարող է լինել մոտավորապես։ Ժամանակագրությունը հաշվի առնելով ըստ երևույթին դա 1800-ականների վերջի Համիդյան ջարդերի մասին է խոսքը։ Այ սենց հետաքրքիր բաներ, որ զարմանում ես, երբ կարդում ես հեռավոր արևելքում ինչպես են իմացել հայերի մասին եւ անգամ գումար են հանգանակել եւ այլն եւ այլն։ Անգամ այս փոքրիկ պատմությունը, եթե մենք կարողանանք
օգտագործել մեր դիվանագիտության մեջ հայ-ճապոնական հարաբերությունները, որ հələ 100 տարի առաջ Ճապոնիայի ժողովուրդը օգնել է հայ ազգին, բայց ցավոք սրտի անգամ 1905 թվականին հայ ազգը էլի օգնության կարիք է ունեցել միշտ sense բայց ասեմ մի փոքր ժամանակագրորեն առաջ ընկնեմ այս թեմայի շուրջ, հետո հետ կգանք 1922 թվականին ես գտել եմ փաստաթուղթ արխիվային, որտեղ հայերը հանգանակել են գումար ճապոնացիներին օգնելու համար կանտոյի երկրաշարժի ժամանակ, այսպես կամ փրկելու այս պահը, որ հայերը միշտ շատ գնահատել են իրենց տրված օգնությունը եւ տեսեք 22 թվական հայոց ցեղասպանությունից բավականաչափ հետո ինչ վիճակում է չէ եղել մեր ժողովուրդը, մեր երկիրը, բայց այնուամենայնիվ հայերը որոշել են այսպես շնորհակալություն հայտնել փոխադարձ։ Առավել եւս դա ասենց բալանսավորում է եւ որոշակի չգիտեմ ինչքանով է կարելի ասել, ճիշտ արժանապատվության հարցը, որ մենք ոչ միայն զոհի կարգավիճակում ենք, այլ նաև մենք փորձում ենք նաև օգտակար լինենք եւ հայ ազգը ընդհանուր առմամբ միշտ էլ որտեղ էլ որ գտնվել է, միշտ էլ փորձել է պիտանի լինել եւ արժանի քաղաքացի եղել որտեղ էլ։ Անգամ Մխիթարյանները 1800-ականներին տպագրել են առաջին ճապոներեն գերմաներեն բառարանը ճապոնացիների համար եւ արժեք են ստեղծել, այո։ Այնպես որ այդպիսի դրվագները շատ են։ Ուղղակի պետք է հետազոտել եւ բացահայտել դրանք։ Տեսեք, մենք խոսեցինք, որ Հեղինե Մելիք Հայկազյանը Շուշիից էր։ Այո։ Շուշիից էլի մարդիկ կային կամ Արցախից ընդհանուր առմամբ։ Այո, Հեղինե Մելիք Հայկազյանը Շուշիից էր եւ ավարտել է Շուշիի ռեալական վարժարանը, սա ուզում եմ շատ կարեւորել։ Մենք ունենք էլի Շուշիից հետաքրքիր մարդ, որը Ճապոնիայի հետ կապ է ունեցել, արա։ Դու գիտես, որ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ռուսաստանը եւ Ճապոնիան ունեն կնքած խաղաղության պայմանագիր։ Այնտեղ Կուրիլների հարցի շուրջ իրենք դեռ վեճի մեջ են մինչ այսօր իդեպ։ Պատկերացրու երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ինչպիսի դիվանագիտական հարաբերություններ չեն եղել Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Եվ այստեղ գալիս է փրկության շուշեցի հայը Հովհաննես Թևոսյան, որին 1957 թվականին նշանակում են Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան։ Իդեպ դիվանագիտական հարաբերությունների ընդհատումից բավականին երկար ժամանակ անց իրեն են գործողում, որպեսզի այդ հարաբերությունները սկսի կարգավորել։ Եվ հետաքրքիր է, չէ, որ հենց հային է բաժին ընկնում միշտ ամենածանր հատվածը, ինչ որ այսպես ծանր մի բան բարձրացնել վերև, հա, փորձել շտկել, ուղղել։ Եվ Հովհաննես Թևոսյանը շատ բարձր մակարդակով է դա անում, այնքան է դուր գալիս Ճապոնիայի կայսերը, որ պատկերացրու, որ հաճախ հանդիպումներ է ունենում իր հետ։ Ցավոք երկար չի կարողացել այնտեղ մնալ եւ հիվանդության պատճառով հետ է վերադարձել։ Ուսումնասիրելով Ռուսաստանի դիվանագիտությունը, ես հասկանում եմ, որ հասարակ մարդու չէին կարող նշանակել այդպիսի պաշտոնին, ուրեմն նա ունեցել է մեծ ինչ-որ աշխատանք կատարած Սովետ Միությունում։ Միանշանակ դու ճիշտ ես, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թևոսյանի դերը որպես մետալուրգիայի, այսպես ասենք, ոլորտի ղեկավարի մեծ դերակատարում է ունեցել իր արտադրած մետաղական կոնստրուկցիաների շնորհիվ են, որ Ստալինինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային Միության տանկերը դիմացել են, որովհետև այնտեղ եղել է երկաթի կռիվ։ Այդպես են բնորոշում պատմության մեջ, եւ նա մեծ ավանդ ունի երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեջ։ Ստալինի շատ վստահելի մարդն է եղել։ Ես Կրեմլում հուշեմ, որ կա Կրեմլյան կարմիր պատ, որտեղ հենց կա որջերը եւ անմիջապես Ստալինի հետևամասում է գտնվում Թևոսյանի, այսպես ասեմ, հուշատախտակը, որտեղ իր աճյունն է ամփոփված։ Ցավոք սրտի ոչ մեկ չգիտեն այդ փաստի մասին։ Մի քիչ կոպիտ եմ ասում, ոչ մեկ, բազմաթիվ գուցե կան մարդիկ, որոնք գիտեն այդ փաստի մասին, բայց ես ծնվելով եւ մեծանալով Մոսկվայում սաղ կյանքս գնացել եմ Կրեմլ եւ չեմ իմացել, որ կա նաեւ մեր հայրենակիցը եւ ամփոփված է այսենց ոչ տեղում, հա, Ռուսաստանի դե որ վերցնենք պատմության շրջանակներում անձերի եւ կարելի ասել, որ դա եւս մեծ հպարտություն է։ Մենք կարող ենք համաձայն լինել կամ չլինել այդ պատմության դրվագների հետ կամ պետության անգամ իր վարած քաղաքականության, բայց որ մեր հայ մարդը
կարողացել այսպիսի մեծ ներդրում ունենալ կոնկրետ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հա, դա մեծ հպարտություն է մեզ համար, բայց նրանց մասին շատ քիչ է խոսում եւ հույսով եմ, որ այսօրվանից սկսած եւս մի պատմություն դուք կունենաք եւ կկիսվեք ձեր մտերիմների հետ։ Իդեպ Թևոսյանի արձանը կար հենց Էլեկտրոստալ քաղաքում, կենտրոնում, կա Սամարայում եւ կար մեր Շուշիում իր ծննդավայրում, որը այս պահին չկա, արդեն վերացված է ցավոք սրտի։ Երևանում կա Թևոսյանի անվան փողոց, Սամարայում կա Թևոսյանի արձանը, նշեցի իրանց տեղի թանգարանում եւ Էլեկտրոստալ գործարանում մինչ այսօր տրվում է Հովհաննես Թևոսյանի անվան մրցանակ լավագույն մետալուրգներին։ Դա մեծ հպարտություն է։ Իհարկե։ Ես շատ կուզենայի, որ բոլոր այդ մարդկանց անունները, որոնք դուք թվարկեցիք, շատ մեծ ազդեցություն ունենա մեր դիվանագիտության վրա եւ ցավոք սրտի մենք ոնց որ անտեսում ենք այդ եւ ոնց հասկանում եմ Պարսկաստանում էլ հա կար Իրանում հայ, որը Ճապոնիայի հետ կապ ունի։ Հետաքրքիր է, որ Ճապոնիայում հայ դիվանագետներ շատ են ունեցել, որից մեկը Հովհաննես խան Մասեհյանն է։ Հովհաննես խան Մասեհյանին բոլորը ճանաչում են որպես Շեքսպիրի թարգմանիչ։ Գրեթե բոլոր Շեքսպիրի թարգմանությունները հայերեն լեզվով կատարել է Հովհաննես խան Մասեհյանը։ Քանի որ իր հայրը Հայրիկ Մասեհյանը եղել է արքունական ընտանիքի ոսկերչապետը, ոսկերիչը եւ շատ վստահելի ընտանիքի զավակ է եղել Մասեհյանը, իրեն նաեւ վստահել են ներկայացնելու այն օրերի Պարսկաստանը, հա, 1930 թվականին Ճապոնիայում։ Իդեպ սա առաջին փորձառությունն է եղել Ճապոնիայում գործուղել դիվանագետի, ազգությամբ հայ, կրոնով քրիստոնյա Պարսկաստանից։ Շատ հետաքրքիր պատմություն է սա, Խան Մասեհյանը իհարկե բարձր մակարդակով է կատարել իր գործը, ցավոք սրտի էլի կարճ է կարողացել իր դիվանագիտական առաքելությունը այնտեղ անցկացնել եւ վատառողջ լինելու պատճառով խնդրել է իրեն հետ կանչեն Պարսկաստան, ճանապարհին Խարբինում մահացել է։ Սկզբում բնականաբար Պարսկաստանի դիվանագետ ա եղել, իր փաստաթղթերը նայել են եւ մտածել են, որ մուսուլման է եւ թաղել են տեղում մուսուլմանական ծեսով, այնուհետև տեղի հայ համայնքը բացահայտել է, որ խոսքը Խան Մասեհյանի մասին է, պահանջել են քրիստոնեական ծեսով հողարկավորություն։ Այնուհետև տարիներ անց երրորդ անգամ կարելի է ասել Մասեհյանին վերահողարկավորել են արդեն Թեհրանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, այսօր էլ մինչ այսօր նա այնտեղ է հանգչում։ Եվ սա ձեր գիրքն է նրա մասին, ճիշտ է։ Եվ այդ գիրքն է, այո, ես հատուկ վերնագրել եմ Հովհաննես խան Մասեհյան դիվանագետը, որպեսզի չշփոթեն Շեքսպիրի մասին, այստեղ չենք գրել, եւ գիրքը հայալեզու եւ անգլալեզու է միառժամանակ, որպեսզի նաեւ կարողանան մեզնից բացի օտարազգիները եւս ծանոթանան մեր պատմությանը։ Շնորհակալություն ձեզ այս գրքի համար։ Շնորհակալություն ձեզ։ Բայց ոնց է ծագել ձեզ մոտ միտքը գրել եւ ոնց է տենց ստացել, որ որոշեցիք։ Մեր ներկայիս դեսպանը պարոն Հովհաննիսյանը Ճապոնիայում այցելել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն եւ իրենց պատի վրա, որտեղ ներկայացված են եղել իրենց բոլոր դիվանագետների նկարները, առաջին նկարում տեսել է ազգանունը Խան Մասեհյան եւ մտածել է, որ նա հայ է։ Ճիշտն ասած, այնտեղ չեն էլ հասկացել, չեն պատկերացրել։ Նկարեց ինձ ուղարկեց եւ խնդրեց, որպեսզի ես անպայման այս թեման հետազոտեմ։ Իդեպ իր նկարած նկարը ես այստեղ զետեղել եմ որպես առաջնային աղբյուր եւ պատմել եմ այդ պատմության մասին ընթերցողին, որպեսզի իմանան։ Այս գիրքը նաև ուղարկել ենք Ճապոնիա Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն, որ իրենք էլ ունենան եւ կարդան եւ իմանան։ Շնորհակալություն շատ եւս մեկ անգամ։ Լավ կլներ, որ նաև բազմաթիվ մեր հայրենակիցներ ուսումնասիրեին այդ ամենը եւ ոգևորվեին։ Տեսեք, ոգևորվեն չէ, ոգեշնչվեին։ Այդ համ ոգևորվեն, համ ոգեշնչվեն։ Այո։ Մշակութային գործիչների մասին կուզենայի խոսել, ես գիտեմ, որ Արամ Խաչատրյանն է կապ ունեցել Ճապոնիայի հետ, այս վերջերս մենք մեր ընկերոջ Գորջսպիցի հետ տեղադրեցինք նյութ Արնո Բաբաջանյանի մասին եւ մարդիկ ես կոմենտել էի։ Մարդիկ մեզ գրում էին, ասում էին, որ որտեղից գիտեք այդ տեղեկությունը չկան փաստեր եւ Աննայի հետ ծանոթացնելուց հետո Աննան հաստատեց այդ ամենը։ Ճիշտ էր, այո։ Արնո Բաբաջանյանը Ճապոնիայում ստացել է շատ լավ մրցանակ, Աննան ամեն ինչ մասին կպատմի եւ կուզենայի մշակութային գործիչների մասին խոսենք։ Ումից սկսենք։ Կարող ենք սկսել թերևս, կարծում եմ,
Տեսնենք, արդեն խոսել ենք։ Կպատմեք մի գրքի մասին, որը հիմա ձեր ձեռքերում է։ Այո։ Armenian Japanese Sketches անգլալեզու գիրք է, որը պատմում է հայ մշակութային գործիչների մասին։ Սա խորհրդային շրջանին է վերաբերում։ Գիրքը ունի երկրորդ հատված, որը հուսով եմ 1-2 տարուց արդեն լույս կտեսնի, այս պահին հետազոտական փուլում է։ Ուրեմն այստեղ զետեկված են այն մեծանուն հայերի անունները, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Ճապոնիայի հետ խորհրդային միության տարիներին։ Եվ սա եւս ձեր գիրքն է եւ համատեղ աշխատանք է։ Իմ խմբագրությամբ գիրքն է, այստեղ մեծաթիվ հոդվածների հեղինակը ես եմ։ Առաջինը կարող ենք սկսել Պավել Լիսիցյանից։ Մենք գիտենք, որ Պավել Լիսիցյանը Բոլշոյ, այսպես մեծ թատրոնում ռուսական մեծ դերակատարում է ունեցել, երկար տարիներ անձնուրաց աշխատել է եւ առիթ է ունեցել այցելելու Ճապոնիա։ Արա մի հետաքրքիր բան եմ ուզում քեզ ասել։ Այնքան հետաքրքիր է այս մարդիկ, որոնց անունները զետեղված են այս գրքում, աշխարհի շատ երկրներ են ճանապարհորդել, բայց հենց Ճապոնիայի մասին իրանք որոշել են հուշեր թողնել։ Այստեղ կարծում եմ ինչ-որ մի հետաքրքիր, այսպես ձգողական մի բան կա, որ ուզել են անպայման, որ մարդիկ իրենցից հետո իմանան, ինչպիսինն է Ճապոնիան, ինչպիսինն են ճապոնացիները։ Լիսիցյան ունենք։ Այդ հուշերը եկել է հասել այս հրաշալի գրքի տեսքով դեպ մեզ։ Մենք ունենք այստեղ Գոհար Գասպարյան։ Գոհար Գասպարյանը 2 անգամ է ճանապարհորդել Ճապոնիա։ Իրեն ընդունել են այնտեղ աննկարագրելի ոգևորությամբ։ Եվ անգամ նմանություններ է գտել Գոհար Գասպարյանը հայ եւ ճապոնական ազգային երկհարաններում։ Գասպարյանի Ճապոնիա ուղևորությունների մասին կարելի է ժամերով պատմել։ Գրեթե բոլոր հայտնի մեծ քաղաքներում է եղել, Արամ եւ Եթե չեմ սխալվում, Հիրոսիմա Նագասակիում է եղել։ Այո, Հիրոսիմայում է եղել եւ գիտես շատ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցում։ Այն ժամանակվա դեռևս նոր ատոմային ռմբակոծությունից ուշքի եկող Հիրոսիմայի մասին եւ նրա բնակիչների մասին։ Այնքան գեղեցիկ փաստավավերագրություն է ներկայացնում, շատ հուզիչ, ինչպես են ճապոնացիները այդպիսի մեծ ցավի մեջ գտնվելով անընդհատ ժպտացել եւ փորձել հաղթահարել այդ ցավը։ Եվ ես շատ մոտ նմանություններ եմ բերում մեր Արցախյան պատերազմից, վերջին պատերազմից հետո եւ այն ժամանակվա Ճապոնիայի ժողովրդի հոգեվիճակի հետ կապված զուգահեռները իմ կարծիքով շատ են։ Իսկապես այդպես է։ Այս գիրքը նաև ճապոնացիների համար պիտի լինի շատ հետաքրքիր, որովհետև ծանոթանալով այս մեծանուն հայերի հուշերին, իրենք ծանոթանում են նաև իրենց պատմությանը։ Այո։ Դրսից, դրսի օտար երկրացու աչքերով։ Ուրիշ տեսանկյունից դա այո, շատ այլ դիտանկյունից։ Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյանը ունեցել է ճապոնացի սան, Տերահարա, որը ուղղակի աստվածացրել է իր ուսուցչին։ Տերահարան եկել է Հայաստան հանդիպելու իր մեծանուն ուսուցչին իր ծննդյան օրերին։ Բոլոր կարևոր եւ նշանակալի առիթներին մի քանի գիրք է նվիրել ճապոներեն լեզվով, նաեւ բազմաթիվ հոդվածներ թերթերում Արամ Խաչատրյանի մասին։ Ես գիտեմ, որ Ճապոնիայի կոնսերվատորիայում անգամ Տերահարան դասավանդել է խաչատուրանական մեթոդներով։ Եվ ամենուր գովերքել է իր ուսուցչին ու շատ նվիրված է եղել։ Այդ մի քանի գրքերը եկան բացահայտելու ինձ Խաչատրյանին ճապոնացու դիտանկյունից։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Մենք խոսում ենք դիվանագիտության մասին, բայց կարելի է անգամ, ես չգիտեմ, մեր այսօրվա կոնսերվատորիան օգտագործում է այդ կապերը, այդ հնարավորությունները։ Այդ գրքերից մեկի դիմեջը, որ Տերահարան գրել է։ Այո։ Զարգացնելու հարցում։ Այս հոդվածը գրելիս ես համագործակցել եմ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, շատ շնորհակալ եմ իրենց բոլոր տվյալները, ինչքան հոդվածներ որ կա, խնդրեմ, այստեղ է Տերահարայի նկարը։ Գայանե բալետը Ճապոնիայում է ներկայացվել։ Ունենք Սիլվա Կապուտիկյանի մասին։ Շատ հետաքրքիր պատմություններ այս հոդվածը գրելու պատմությունից ամեն անգամ խանդավառված եմ պատմում։ Ուրեմն Սիլվա Կապուտիկյանի նկարները Ճապոնիայում իր ուղևորությունից եւ իր թողած իդեպ գիտական ժառանգությունը մեզ Ճապոնիայի մասին իր հուշերը, իդեպ նա վերնագրեր է հետեւյալ կերպ՝ Ֆուջի հայերեն Արարատ։ Սա հիմա էքսկլյուզիվ ինֆորմացիա եւ էքսկլյուզիվ նկարներ են, որովհետեւ ոչ միտեղ նրանք
վերջեն հրապարակվել։ Այո, Սիլվա Կապուտիկյանի Ճապոնիայում անցկացրած այդ օրերի նկարները այս գրքում հրապարակվել են առաջին անգամ։ Եվ կրկին անգամ շնորհակալ եմ տիկին Արմենուհի Դեմիրճյանին, տուն-թանգարանի տնօրենին, եւս ինձ օժանդակելու եւ օգնելու համար, որպեսզի այս հոդվածը կայանա։ Խոսենք մի քիչ տխուր թեմայի մասին, ցեղասպանության ընթացքում եղել է որևէ օգնություն Ճապոնիայի կողմից, Ճապոնիայի ժողովրդի կողմից։ Ես ցեղասպանության թեմայի մասին, երբ որ անդրադառնում եմ Ճապոնիային, միշտ փորձում եմ դրական դիտանկյունից նայել, մարդասիրության դիտանկյունից նայել։ Ճապոնացիները բնականաբար գտնվել են աշխարհագրորեն հեռու եւ որևէ կերպ ոչ կարող էին առնչություն ունենալ, ոչ տեղում օգնություն ցուցաբերել, հայ ազգին ենթադրաբար։ Հարաբերություններ որպես այդպիսին այդ թվերին Դիանա Աբգարով են, այսպես կարգավորվել եւ պատկերացրեք, որ որքան եղել է դիմում հայտ, նրանք անպայման ընդառաջել են, այսինքն ես չեմ կարդացել որևէ մի դեպք, որ դիմեն ճապոնացիներին եւ նրանք ասեն ինչ որ հարցում ոչ։ Ճապոնիայի հետ հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ հարաբերությունները հետևանքային էին միջև վերջերս, ինչ ասել է հետևանքային։ Եղել են գաղթականներ, որոնց Ճապոնիան օգնել է կամ Դիանա Աբգարի միջոցով տեղափոխվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կամ մենք ունեցել ենք օրինակ այնտեղ հայտնի ճապոնացի բարերար ձեռնարկատեր Էիչի Շիբուսավա, որը իմանալով հայ ազգի ցավերի մասին եւ հայ գաղթականների մասին մեծ օգնություն է ցուցաբերել։ Կազմակերպել է դասախոսություններ, իր դիրքը օգտագործելով նամակներ է գրել ժամանակի Ճապոնիայի հայտնի գործարարներին եւ գումարներ է հանգանակել, փոխանցելով դրանք Nearest Relief-ին։ Այդ գումարները անգամ կան տեղեկություններ, որ Ճապոնիայից ուղարկած գումարները եւս եկել հասել են Գյումրու որփանոց օրինակ։ Այսինքն այսպիսի օգնությունների մասին մենք ունենք տեղեկություններ, բայց երբևէ չի եղել բնականաբար առնչություն լինելով աշխարհագրորեն հեռու, որ ճապոնացիները մասնակցած լինեին հայոց ցեղասպանության ժամանակ որևէ հարցի։ Այս թեման շատ հետաքրքիր բացահայտում է տարիներ անց է ընդամենը։ Սա եւս ձեր գիրքն է։ Այո, իմ հեղինակած Թեհմինե Մարտոյանի կողմից խմբագրված Տոկեի Մարու ճապոնական նավի հետագծով 100 տարի անց։ Տոկեի Մարուն ճապոնական նավի անվանումն է, որը հայոց ցեղասպանության վերջին փուլի ժամանակ 1922 թվականին խարիսխ է գցել Զմյուռնիայի նավահանգստում։ Զմյուռնիան ներկայիս Իզմիր քաղաքն է, որպեսզի ավելի հասկանալի լինի տեղանքը։ Դա, այսպես ասեմ, հայերին եւ հույներին եւ ինչու՞ չէ նաեւ ասորիներին, այսպես ներկայիս Թուրքիայի տարածքից զտման, հանելու վերջին, այսպես տեղն է եղել, վերջին կետն է եղել։ Ճապոնական նավը եկել էր Զմյուռնիա քաղաք առևտուր անելու նպատակով, բեռնված բարձրաժեք իրերով, մետաքս, մարգարիտ, թաղճապակեղեն եւ հասկացել են արդեն դեռևս չմոտեցած ափին, որ ինչ-որ մի բան է այնտեղ կատարվում։ Բազմաթիվ ժողովուրդ, որոնք ուզում են փրկվեն։ Այո, եւ կամ նետում են իրենց ծովը, կամ կանգնած են եւ ամբողջ քաղաքը հրդեհվել է, հերվից նկատելի է եղել հրդեհը։ Հաճախ պատմության մեջ այս էպիզոդը ներկայացնում են նաեւ Զմյուռնիայի մեծ հրդեհ։ Այնտեղ եղել են բազմաթիվ նավեր։ Իդեպ ամերիկյան նավերից մեկի վրա եղել է հայտնի գրող Էրնեստ Հեմինգուեյը, ով եւս փոքրիկ անդրադարձ է կատարել եւ ստեղծագործություն է գրել Զմյուռնիայի նավահանգստում վերնագրով, որ ինչպես են քրիստոնյաներին հետ վարվել եւ այլն։ Եվս մեկ փաստ այդ ամեն ինչի մասին։ Այո, ճապոնացի նավապետը, որի անունը վերջնական հաստատված չէ եւ մենք դեռ փնտրում ենք, շատ խիզախ է գտնվել եւ չի ենթարկվել Քեմալ Աթաթուրքի զորքերի պահանջներին, չմոտենալ ափին եւ չվերցնել մարդկանց տախտակամած, այսինքն չփրկել, չօգնել, որովհետեւ ցամաքից սպառնացել են, որ կկրակեն։ Խիզախ նավապետը ոչ միայն չի ենթարկվել, վերցրել է տախտակամած բազմաթիվ մարդկանց, այլև կատարել է մի հետաքրքիր մարդասիրական քայլ, որը հայ մարդիկ իրենց հուշերում գրել եւ թողել են եւ բազմաթիվ այսպես խաչաձև ստուգումներ են կարել այս թեմայի առնչությամբ, ուրեմն դատարկել է իր նավի բարձրաժեք ուղեբեռը, նետել է պարզապես ծովը, որպեսզի նավը բեռնաթափի, թեթևացնի եւ ավելի շատ մարդ կարողանա փրկել։ Եվ նավը շարժվել է դեպի Պիրեայի ափեր, մոտավորապես այդ հատված։
Սա մի աննկարագրելի դրվագ է մարդասիրության, թե ինչպես է օտարերկրացին ընդհանրապես չիմանալով, չճանաչելով մարդկանց եւ ինքն իրեն վնաս տալով նաեւ, որովհետեւ եւ կյանքը վտանգելով, այո, եւ ֆինանսապես նույնպես վնաս տալով կարողացել է այս հրաշալի քայլը անել եւ մոտավորապես կան աղբյուրներ, որ նշում են 825 հայերի, հույների եւ ասորիների կյանք է փրկել։ Զմյուրնիա քաղաքում հայերը բավականաչափ մեծ թիվ են կազմել եւ մենք ունենք շատ հետաքրքիր փաստեր այն մարդկանց, ովքեր փրկվել են հենց ճապոնական նավով։ Սա մի հետաքրքիր պատմություն է, այս պատմագիտական բացահայտումը մենք ներկայացրեցինք Թեհմինեի հետ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում եւ մեզ իր ներկայությամբ պատվեց ժամանակի Ճապոնիայի դեսպանը Եվ եւս մի հնարավորություն, շնորհակալություն հայտնել Ճապոնիայի ներկայացուցիչներին այս մարդասիրական քայլի համար, դա շատ կարևոր է։ Իհարկե։ Նաև մենք պետք է կարողանանք շնորհակալություն հայտնել, ոչ թե մենակ կոպիտ ասած պահանջատես լինել, միշտ մտածենք ինչպիսի պատկերաձև է որվում կողքից։ Եվ նաև Ավրորան, որը շատ մեծ նախաձեռնություն էր տարբեր մարդկանց կողմից, որը շնորհակալություն էր հայտնում այն մարդկանց, ովքեր փրկել են մարդասիրական քայլեր են արել, դա շատ կարևոր է մեր ազգի դեմքի համար, իմ կարծիքով։ Իդեպ Ավրորայի գիրքը 1923 թվականին թարգմանվել է ճապոներեն եւ տպագրվել է Ճապոնիայում։ Դա էլ էր ինձ համար հետաքրքիր բացահայտում։ Այսինքն ճապոնացիներին հետաքրքրել է, որ նրանք այդ թվերին թարգմանել են, տպագրել են։ Այո։ Ես չգիտեի։ Հոշոտված Հայաստանի մասին է խոսքը, այո։ Շատ հետաքրքիր է։ Եվ վերջին էպիզոդը մեր այսօրվա ոդկասթի այսօրվա հայ-ճապոնական հարաբերությունների մասին ինչ կասեք, ինչպիսի մենք պոտենցիալ ունենք եւ ոնց է շարժվում այս հարաբերությունները ոչ միայն պետական մակարդակով։ Ես կարծում եմ, որ հայ-ճապոնական հարաբերությունները ունեն բավական մեծ պոտենցիալ եւ չօգտագործված պոտենցիալ եւ լիահույս եմ, որ կամած դրանք կսկսեն արդեն գործել։ Մենք Ճապոնիայում ունենք փոքրաթիվ համայնք, շատ փոքրաթիվ, երևի մոտ 50-ից 70 հայ, բայց չնայած այդ թվի առկայության, մենք ունենք այնտեղ դեսպանություն։ Մեր դիվանագիտական հարաբերությունները արդեն մոտ քանի տարի են։ Նորանկախ Հայաստանից առաջին օրերից սկսած մենք ձևավորել ենք դիվանագիտական հարաբերություններ, բայց դեսպանությունները ավելի ուշ են բացվել։ 2010 եւ 15 թվականներին սկզբից մենք ենք բացել Ճապոնիայում, Տոկիոյում, այնուհետև այստեղ իրենք Հայաստանում եւ չնայած որ փոքրաթիվ հայ համայնք կա Ճապոնիայում, բայց այնուամենայնիվ դիվանագիտական հարաբերությունները ուղիղ արդեն հարաբերությունները փառք Աստծո որ զարգանում են եւ ես լիահույս եմ որ ել ավելի են զարգանալու։ Դա շատ կարևոր է, որ մենք կարողանանք բոլոր ուղղություններով աշխատել եւ կարողանալ մեր պետական ազգային շահը առաջ տանել։ Շնորհակալություն շատ Աննա ջան, եւս մեկ անգամ։ Մենք անպայման բոլոր գրքերի մասին նկարագրություններում կգրենք, ձեր մասին կգրենք, խնդիրները կթողնենք եւ խնդրում եմ ձեզ, որ դուք հետեւեք Աննայի էջին, գնեք գրքերը, կարդաք, որովհետեւ դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ։ Չափազանց կարևոր է այսօրվա Հայաստանի համար եւս եւ ապագա սերունդների ինչու՞ չէ։ Շնորհակալություն շատ։ Ձեզ շնորհակալություն Արամ ջան։